Գիտեք, այսօր մի կարևոր թեմայի մասին ենք խոսելու ու խոսքս վերնագրել եմ այսպես. նա սպասում է քեզ։ Գիտեք, շատ ժամանակ մարդը չի հասկանում, որ Աստված իրան սպասում է։ Շատ ժամանակ մարդը մոռանում է, որ Աստված իրան սպասում է։ Ու շատ կարևոր է, որ մենք նախ գիտակցենք, թե Տերը իրականում ինչ է ուզում, թե ինչ կա Աստծո սրտին եւ նոր արդեն շարունակենք մեր կյանքը, արձագանքենք Տիրոջ կանչին։ Ու գիտեք, ինքը մեզ միշտ սպասում է։ Մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ Աստված իր հույսը չի կորցնում։ Աստված հավատում է, որ եթե մենք ապաշխարենք, կանչենք իրան, ինքը կարա մեր կյանքը փոխի։ Աստված դա գիտի ու ամեն բան հոգացել է դրա համար։ Բայց գիտեք, մարդը շատ ժամանակ ինչ-ինչ պատճառներով չի հավատում Աստծուն։ Լսում է Աստծո ձայնը, հասկանում է, որ այսքան պատահականություն չի կարա լինի։ Այսքան բաների միջից, որ Աստված իրան հանում է, այս չի կարող ուղղակի պատահականություն լինի։ Ինչ որ մի բան կա, բայց այդ կանչին չի արձագանքում։ Աստծո կանչին չի արձագանքում։ Շատերը գիտեք զգում են, հասկանում են, որ իրոք կա, ինչ որ մի բան զգում են, հասկանում են, որ Աստված իրական է, բայց ելի որոշում չեն կայացնում իրենց կյանքը փոխել։ Ու ես հարց էի տալիս, sense ինքս ինձ լավ ինչի համար է մարդը այդպես անում։ Ու գիտեք, պատճառը մեղքն է, մեղքի կապանքները։ Մարդիկ լցված են մեղքերով, բոլորս էլ, չգիտեմ, դենց մեկը չկա, որ արդար լինի։ Ու գիտեք, այդ մեղքի պատճառով մարդիկ կան, որ ամաչում են, մարդիկ կան, որ չգիտեմ, չարացած են։ Այդ մեղքը ինքը պատ է Աստծո ու մարդու միջև։ Ու մարդիկ կան մտածում են արժանի չեն։ Ու չեն հասկանում, որ Աստված մեկը սպասում է։ Ինքը սիրող հայր է ու ինքը միշտ սպասում է իր զավակներին։ Գիտեք, Ղուկասի 15-րդ գլխում մենք տեսնում ենք շատ հայտնի պատմություն, անառակ որդու պատմությունը, ասենց շատ կարճ փորձեմ անցնեմ, ներկայացնեմ։ Որդին իր հոր ունեցվածքը, իր բաժինը վերցնում է, հեռանում է հոր տնից, գնում է այդ ամեն ինչը վատնում է, շատ վատ կյանքով է ապրում, շատ վատ բաներ է անում, մեղքի կյանքով է ապրում, կորցնում է այդ ամենը ու դառնում է չկավոր։ Այնքան է իջնում, որ խոզերի ամանից է հաց ուտում, անգամ դա էլ չեն տալի, հա իրան։ Ու մտքին գալիս է, որ գնամ հորտուն գոնե որպես, չգիտեմ, ծառա, կարևորը կիմանամ հաց կուտեմ, չգիտեմ, սով մաղ չեմ ելնի։ Ու գիտեք, այս պատմության մեջ մենք տեսնում ենք Աստծո սիրտը, հայրական սիրտը։ 20-րդ խոսքում 15-րդ գլխի Ղուկասի ավետարանում մենք տեսնում ենք, որ երբ տղան, որդին գնաց հայրական տուն, հայրը նախքան, չգիտեմ, իր հասնելը արդեն հեռվից աչքը ճանապարհին տեսնելով, որ որդին գալիս է, ինքը գնաց ընթառաջ։ Եկեք ընթերցեմ այդ 20-րդ համարը։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց, վազեց նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Սա մեր հոր սիրտն է, սա մեր Աստծո սիրտն է։ Ինքը սպասում է մեզ, ինքը սպասում է իր կորած զավակներին։ Ինքը ամեն բան արել է, որ մենք հավատանք, որ մենք կարողանանք փրկություն ունենանք, որ մենք կարողանանք լավ ու օրհնված կյանք ունենանք, ազատ կյանք ունենանք։ Տերը ամեն բան արել է ու ինքը սպասում է մեզ։ Իսկ ինչ անում մարդը։ Հետաձգում է, մտածում է հիմա չէ, վաղը, թող հետո լինի։ Դա գիտեք, չարի խապկանքն է։ Ու այո, Սատանան ստացված է շատերի կյանքում, ու այն մարդկանց կյանքում, ովքեր որ փորձում են հետաձգեն իրենց հավատքը, իրենց ապաշխարությունը, Տեր Հիսուսին ընդունելը։ Հայրը սպասում է, ամեն մեկի սպասում է։ Ու այն մարդիկ, որ մտածում են, որ իրանք արժանի չեն, մեր արժեքը, ամեն մեկիս արժեքը արդեն խաչի վրա ապացուցվել է։ Տերը իր խաչելությամբ ցույց տվեց, որ ինքը կանչում է մեզ։ Տեր Հիսուսը եկա, որ կորածներին փնտրի ու ապրեցնի։ Ընթերցենք Ղուկասի ավետարանի 19-րդ գլխի 10-րդ համարը, որովհետև մարդու որդին եկել է կորածին փնտրելու եւ փրկելու։ Տեր Հիսուսը փնտրում է կորածներին, մեղավորներին, ու փափագով է լցված, որ փրկի իրանց։ Ու Տերը իր խաչելությամբ ոչ թե միայն մեզ կանչում է, այլ նաեւ ամենն է արել, որ մենք կարողանանք փրկություն ունենալ, որ մենք կարողանանք մեր մեղքերից ազատվել։ Բայց հակառակորդը ամեն բան անում է, որ մենք դա այսօր չանենք։ Որ թողենք վաղը, թողենք հետո, թողենք այն ժամանակ, երբ որ ավելի լավը կլինենք, այդ ժամանակ հավատանք ու Տեր Հիսուսին կանչենք։ Ոչ, մենք պետք է այնպիսին, ինչպիսին որ գանք Տիրոջ առաջ ու թույլ տանք, որ ինքը գա մեր կյանք։ Ինքը սպասում է մեզ։
Ինքը չի նայում մեր մեղքերի բազմությանը, ինքը չի նայում մեր սխալների շատությանը։ Ինքը նայում է մեր սրտին, արդյոք մենք ուզում ենք գանք հոր մոտ։ Ու սա է կարևորը, որ մենք գիտակցենք։ Ու բոլոր նրանք, ովքեր ամաչում են մեղքերի պատճառով, չգիտեմ, ինքնադատապարտության մեջ են, իմացի, որ Տերը հենց այդպեսին քեզ սիրում է ու կանչում է։ Ու ուզում է, որ դու թույլ տաս, որ ինքը գա քո կյանք։ Ուզում է, որ թույլ տաս, որ ինքը բժիշկը գա ու քեզ բժշկի, գա ու քեզ ազատագրի, գա ու քո կյանքը մաքրի բոլոր մեղքերից, բոլոր արատներից, այն բոլոր կապանքներից ու կախվածություններից, որ կա։ Մի մտածի, որ դրանք պետքա դու թողես, պետքա այդ ամեն ինչից ազատվես, նոր Աստծուն կանչես։ Ոչ, չես կարող։ Դու բժշկի կարիքը ունես, Տեր Հիսուսի կարիքը ունես։ Ու կանչելով իրան քո կյանք դու կարաս գտնես այդ ազատագրությունը, այդ բժշկությունը, այդ խաղաղությունը, վախերից ազատվելը, քո կյանքը կփոխվի։ Ու ինքը սպասում է մեզ։ Ամեն օր Հայրը սպասում է։ Ու քանի մենք ապրում ենք, քանի մենք շնչում ենք, քանի մենք կանք, Տերը դեռ հույսը չի կորցրել։ Տերը դեռ հույս ունի, որ միգուցե մենք ապաշխարենք։ Ինքը չի ուզում մեղավորի կորչելը, չի ուզում մեղավորի մահը։ Ուզում է, որ բոլորը փրկվեն, բայց մարդն է ընտրում։ Մարդն է իր ազատ կամքով որոշում։ Պատասխանի Աստծո կանչին, թե ոչ, ինքը սպասում է։ Ամեն մեկի սպասում է։ Ու շատ կարևոր է, որ մենք արձագանքենք Տիրոջ կանչին։ Տեր Հիսուսը փնտրում է կորածներին։ Տեր Հիսուսը, երբ որ ես կորած էի, ինձ փնտրեց, ինձ գտավ, ինձ փոխեց, ինձ մաքրեց, շատ կապանքներ կար, տարբեր կախվածություններ կար, Տերը ուժ տվեց, օգնեց, որ այդ ամեն ինչով ես անցնեմ ու հաղթահարեմ։ Ու միջև օրս իմ ձեռքից բռնած ինձ առաջ է տանում ու լիքը բան է սովորացնում ու փոխում իմ կյանքում։ Ու ես զգում եմ, որ այ հիմա ես ապահով եմ, այ հիմա իմ ներսում խաղաղություն կա, որտեվ ես ունեմ մեկին, ով որ ամենազորեղ անձն է, ես ունեմ մեկին, ով որ մահին անգամ հաղթել է։ Ու սա հասկանալով դու իրոք ունենում ես լավ ու երջանիկ կյանք։ Դու գիտակցում ես, որ այս սա է կյանքի իմաստը, այս սրա պակասը ես ունեի, այս սրա կարիքը ես ունեի, սրանով լցվելու կարիքը ունեի։ Ես ներսիս դատարկությունը Տերը կարա լցնի, ինքը կարա հագեցնի այդ ներսիս ծառավը, ու ինքը սպասում է, չնայելով քո սխալներին, չնայելով քո մեղքերի շատությանը, ու ուզում է գա քո կյանք։ Եկ այսօր թույլ չտանք, որ հակառակորդը սխալ մտքեր բերի, որ թող մնա վաղը, թող մնա հետո, այլ այսօր անենք այն, ինչ որ Տերն է ուզում։ Տերը ասում է, որ հիմա է ապաշխարության ժամանակը, այսօր, այս պահին, եւ կանգնենք, եկեք միասին կանգնենք եւ աղոթենք եւ կանչենք Տիրոջը մեր կյանք ու ասենք, որ մենք քո կանչին արձագանքում ենք, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, Հայր, որ դու միշտ սպասել ես մեզ։ Շնորհակալ ենք, Հայր, որ դու միշտ սպասում ես, որ դու միշտ ուզում ես, որ քո զավակները, կորած զավակները գան դեպի քեզ։ Անկախ քո զավակների մեղքերի շատությունից, անկախ այդ մեղքերի քանակից ու մեծությունից դու սպասում ես քո զավակներին։ Ահա Տեր իմ Աստված, հիմա քո առաջ ենք եւ կանչում ենք քեզ մեր կյանք, Տեր Հիսուս։ Տեր, շատ մեղքեր կան, շատ սխալներ կան, շատ հանցանքներ կան, ահա բերում ենք քո առաջ, Տեր Հիսուս, եւ խնդրում ենք, Տեր, որ լցնես մեր կյանքը քո հոգով, լցնես քո կենթանի ջրերով, մաքրես մեր ներսը, Տեր իմ Աստված։ Ամեն բան քո ոտքերի մոտ ենք բերում, Տեր, եւ խնդրում ենք ներես մեզ, Տեր իմ Աստված, մեր բոլոր մեղքերը ներես, Տեր իմ Աստված, այն կախվածություններն ու կապանքները, որ կան, խնդրում ենք, Տեր իմ Աստված, որ հպվես, ուժ տաս, Տեր, զորացնես, Տեր իմ Աստված, բոլոր նրանց, ովքեր հիմա կանչում են քո անունը, զորացնես ու ուժ տաս, որ ազատագրվեն, որ քեզանով լցվեն, որ քո հետ միասին քայլեն, աճեն ու վերջնականապես այդ բոլոր կապանքներից ազատվեն ու ազատագրություն ունենան, Տեր։ Խնդրում ենք, որ հպվես ամեն մեկի սրտին, Տեր իմ Աստված, մենք քո կարիքը ունենք, Հիսուս, մենք կանչում ենք քեզ, Տեր, մեր ներսի դատարկությունը ուզում ենք քեզանով լցվի, քո սիրով լցվի, քո հոգով լցվի, արի մեր կյանք, Տեր։ Մենք սիրում ենք քեզ, Տեր իմ Աստված, եւ հավատում ենք, որ մեր մեղքերի համար դու խաչվեցիր մահացար դաժան կերպով եւ նաեւ հարություն առար։ Մենք հավատում ենք ես բարի լուրին եւ ընդունում ենք քեզ, Տեր։ Թող մեր կյանքում դու փառավորվես, թող մեր կյանքը քեզ փառք բերի, Տեր իմ Աստված։ Օգնի, որ խոնարհական ունենանք, որ միշտ լսենք քո խոսքը, հնազանդվենք, Տեր, այն բոլոր դասերը, որ տալիս ես, այդ ամեն ինչում, Տեր իմ Աստված, ընտիր գտնվենք, վերցնենք այդ ամեն ինչը, Տեր, ու աճենք
Էլ ավելի շատ աճենք ու քեզ նմանվենք, Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք, Տեր իմ Աստված։ Մեր կյանքը քեզ ենք հանձնում, Հայր, եւ ուզում ենք, որ դու առաջնորդես բոլոր իրավիճակներում։ Մենք չենք մեր կյանքի Տերը, չարը չի մեր կյանքի Տերը, մեր կյանքի Տերը դու ես, Հիսուս, որովհետեւ դու ես քո կյանքը մեր համար տվել եւ դրանով մեզ գնել ես։ Որդի ես դարձրել, երբ որ կորած էինք, հեռու էինք, թշնամի էինք, մեզ բարեկամ դարձրեցիր եւ քո զավակը կոչեցիր։ Շնորհակալ ենք, Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո թափած արյան համար, շնորհակալ ենք այն ամեն ինչի համար, ինչ որ դու արել ես, Տեր։ Թող մեր կյանքը քոնը լինի, Տեր իմ Աստված։ Սիրում ենք քեզ, Տեր, եւ ուզում ենք մեր կյանքում քո սուրբ անունը փառավորվի։ Աղոթում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։